Ուզում եմ անդրադառնալ նախորդ վիդեոից, որտեղ ես ներկայացրել էի պաթոլոգիական խնդրով եղունգներ, այնքան շատ կոմենտներ էին գրել, որ մեղավորը ոչ թե մատնահարդարն է, այլ հենց հաճախորդը, ասեմ հարգելիներս, հաճախորդը մասնագետ չի։ Հաճախորդը կարող է նաև սխալվել, կարող է նաև ստիպել, ինչպես նաև գրել էի, որ ստիպում են եղունգների վրա կատարեք աշխատանք, մասնագետը չպետք է անի, եթե ես չլինեի պաթոլոգ մատնահարդար կամ գրագետ մատնահարդար չլինելու դեպքում հնարավոր էր ես ինքս մաքրելուց հետո կատարեի աշխատանք, չնայած մաքրելը պաթոլոգն է անում, դա հասկանալի է։ Եթե ես անեի աշխատանք եւ գեղեցկացնեի եղունգները, հաճախորդը շատ ուրախ կգնար, քանի որ նա ինքը ցանկանում էր ես կատարեի աշխատանք։ Ասեմ, քանի որ հաճախորդը չի հասկանում նման խնդրի լրջությունը եւ նման լուրջ վիճակում չի եղել նախքան դա, 20 օր առաջ երբ արել են մի փոքր ավելի լավ վիճակում է եղել, հաճախորդը չի մտածել, որ կարող է հետևանքները շատ վատ լինեն։ Այդ դեպքում ինչ է անում մասնագետը։ Մասնագետը ճիշտ գրագետ մոտեցմամբ բացատրում է հաճախորդին, որ ինչ խնդրի առաջ կարող է հետագայում կանգնել հաճախորդը, եթե կատարեն ծածկույթ։ Ես նման ձևի բացատրել եմ հաճախորդին, նա հասկացավ, որ չի կարելի ու չպետք է։ Ասեմ, նման կոմենտներ, որ գրում եք հաճախորդն է մեղավոր, հա, կան հաճախորդներ, որոնք շատ են հետևում փոքրել, ինչ որ նկատում են գույնի փոփոխություն, չեն անում ծածկույթ, բայց այս դեպքում երիտասարդ չէր հաճախորդը, նա կարող էր եւ չհասկանալ, արել է մասնագետը, մարդը մտածել է, որ մասնագետը անում է, ուրեմն նորմալ է։ Շատ մի դատեք վատ ձևով հաճախորդին, դատեք մատնահարդարին, հենց ինչու է ես շեշտել վիդեոյում չակերտավոր մատնահարդար, որովհետև գրագետ մասնագետը երբեք ծածկույթ չի անի եւ հաճախորդի առողջության հետ չի խաղա գումարի համար։